Ես ցանկանում եմ իմ հարցը սկսել այն արձանագրումով, որ այստեղ հնչած հարց ու պատասխանի ժամանակ արդեն երկու անգամ ես հարց եմ տվել կառավարությանը, երկու անգամ ստացել եմ խոստում, որ իմ հարցերին պատասխան կլինի, բայց այդ թվում նաև գրավոր ձևով, բայց երբեք այդ պատասխանները չեմ ստացել։ Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ մեկը վերաբերվում էր Global Financial Integrity կազմակերպության ուսումնասիրությանը, որը վերաբերվում է նրան, որ Հայաստանից միլիարդավոր դոլարներ ապօրինաբար գումարներ են տարվում փողի լվացման մեթոդներով եւ դրա վերաբերյալ մենք այդպես էլ չստացանք կառավարության պարզաբանումը։ Եվ երկրորդ հարցը հետեւյալն էր, որ ես բերեցի տնտեսության անկման ցուցանիշները, բերեցի նաեւ այն դատողությունը, որ Ռուսաստանը, որը գտնվում է շատ ավելի լավ տնտեսական վիճակում, քան Հայաստանը, այնուամենայնիվ ինքը գիտակցում է եւ արձանագրում է, որ գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ եւ ստեղծել է հակաճգնաժամային կառավարման մարմիններ, մշակել հակաճգնաժամային ծրագիր, մինչդեռ Հայաստանի կառավարությունը եւ իշխանությունները ընդհանրապես հրաժարվում են նման արձանագրում կատարել եւ համարժեք միջոցների դիմել։ Բայց ակնկալելով եւ հույս ունենալով, որ ես վերջապես կստանամ այս հարցերի պատասխանը, ես ունեմ նաեւ եւս մեկ հարց, որը վերաբերվում է Նայիրիտի վերագործարկմանը։ Ես ընդհանրապես ցանկանում եմ հարցնել, արդյոք կառավարությունը տեղյակ է, որ Նայիրիտի վերագործարկման վերաբերյալ Jacobs հայտնի միջազգային ընկերությունը ուսումնասիրություն է կատարել երկու անգամ, մեկ անգամ 2011 թվին, մյուս անգամ 2013 թվին եւ արձանագրել, որ գործարկման հեռանկարները եւ շահութաբերությունը բավականին բարձր են եւ դա իսկապես հաջողությամբ կարելի է անել։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի էներգետիկա եւ բնական պաշարների նախարար Երվան Զախարյանը։ Շնորհակալություն, մեծարգո նախագահ, պարոն Զուրաբյան, ինչպես գիտեք, արդեն կառավարության կողմից եղավ հայտարարություն երեկ, որ Նայիրիտի այդ բազմաչարչար հարց աշխատավարձի հարցը վճարվում է, մինչև հուլիսի 15։ Ես ուզում եմ սկսել դրանից։ Ինչ մնում է խորհրդատու ընկերությունների ուսումնասիրություններին, ապա իրոք եղել են տարբեր ուսումնասիրություններ, եւ վերջին ուսումնասիրությունը եղել է Համաշխարհային բանկի պատվերով, ուսումնասիրության արդյունքները համառոտ ներկայացվել են, եւ միջալից կառավարությունը եւ նախարարությունը նախատեսում են նաեւ այդ ուսումնասիրությունների առաջարկությունների հետ կապված խնդրել խմբակցություններին նաեւ քննարկումներ կատարել ազգային ժողովում։ Անկախ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքից կառավարությունը այսօր եւ միշտ, որովհետեւ ամենաշահագրգիռ կողմը դա կառավարությունն է, պատրաստ է քննարկել։ Կներեք, պարոն Զախարյան, բախտի հարցերն իսկ ավարտվեց։